Հունիսի 9-ն է, գտնվում ենք Աբովյան քաղաքի երիտասարդական 14 շենքի բակում, որտեղից մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ այստեղ տեղի ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ եւ կա տուժած քաղաքացի։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ, ժամանել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, նշված վայրից 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ում իմ տեղեկություններով Աբովյան բժշկական կենտրոնից տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկը քարով խփել է մյուսին, մյուսն էլ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկ առաջ խոսել, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել։ Արդյոք ինչ տեսակի հրազեն է, դա արդեն պարզվում է։ Դեպքի մասին արդեն ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին, որտեղից իմ տեղեկություններով հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, մարզի քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և վարչության պետ տեղակալ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ։ Այս պահին նաև համայնքային ոստիկաններն ու քրեական ոստիկանները Կոտայքի մարզի այս ավտոտնական Մերսեդես կողության տակ, որտեղ կա կայանված Մերսեդես մակնիշի 88 ԽԿ 800 համարանիշի ավտոմեքենան, թե արդյոք նշված ավտոմեքենան կապ ունի վիճաբանություն կրակոցների հետ, դա պարզվում է։ Համայնքային ոստիկանները պարզում են նաև դեպքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Մեկը իմ տեղեկություններով վիրավորում է ստացել գլխի հատվածից, քարի հարվածից, մյուսը հրացել։